Ճարպն օրգանիզմի չօգտագործված էներգիան է, որը պահեստավորվում է մարմնում սննդի փոխարեն սպառելու համար։ Երբ այն շատ է կուտակվում եւ մարմնի զանգվածի ինդեքսը գերազանցում է 30-ը, ախտորոշվում է ճարպակալում, որն ունի 3 աստիճան։ Այն նպաստում է այլ հիվանդությունների առաջացմանը՝ սիրտանոթային, էնդոկրինոլոգիական, հոդային, լյարդի եւ այլն։ Աշխարհում այսօր ճարպակալման դեպքերը գերազանցում են 1 միլիարդը, ինչը համաճարակի ահազանգ է։ Ճարպակալումը հիմա հիվանդություն է, որը բերում է մի շարք քրոնիկ հիվանդությունների եւ հետո պացիենտները սկսում են առանձին բուժել բոլոր այդ հիվանդությունները եւ իհարկե պետք է բժիշկների մոտ պետք է լինեն բժիշկներ, որոնք կնայեն ավելի խորքային, այսինքն կսկսեն մտածել նրա մասին, որ հիմքում ընկած այդ հիվանդությունը ճարպակալումը պետք է սկսել բուժել, օգնել պացիենտին, որպեսզի ավելի հեշտ ընթացք ունենան եւ ավելի հեշտ ենթարկվեն բուժման։ Կան ճարպակալման բուժման բազմաթիվ մեթոդներ, դրանց շարքում են դեղորայքայինը։ Դեղերն ի սկզբանե նախատեսված են եղել շաքարային դիաբետի բուժման համար։ Դրանց հիմքում նյութափոխանակային հորմոնների խումբն է՝ ինկրետինները, որոնք խթանում են ինսուլինի արտադրությունը, նվազեցնելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Օգտագործման ընթացքում պարզվեց, որ այն զգալիորեն նվազեցնում է քաշը, իսկ հետազոտությունները փաստեցին, դեղերը կարող են օգտագործվել նաև ճարպակալման դեմ պայքարում։ Քաշը իջնում է ի հաշիվ նրան, որ նվազում է ախորժակը, որտեղ կենտրոնական ազդեցություն ունեն այս դեղորայքը ունի, նաև սննդի անցումը ստամոքսից մինչև աղիք դանդաղում է ավելի, արդյունքում մենք ունենում ենք քաշի իջեցում։ Հետազոտություններ կան, որ այդ խմբի դեղորայքը բավականին դրական ազդեցություն ունի սիրտանոթային համակարգի վրա եւ սրտամկանի եւ երիկամների վրա։ Նաեւ լյարդի ճարպակալման համար Դեղերն ունեն կողմնակի ազդեցություն՝ սրտխառնոց, որովայնի, ստամոքսի ցավ եւ այլն։ Հազվադեպ կարող է հանդիպել նաեւ ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում։ Դա այն դեպքում, երբ բուժարուն նախկինում գեղձի հետ խնդիրներ է ունեցել։ Ուստի էնդոկրինոլոգները դեղորայքային բուժման ցուցում տալիս են լայնածավալ հետազոտություններից եւ առողջության պատմությունը մանրամասն ուսումնասիրելուց հետո։ Իհարկե կան պացիենտներ, որոնք հրաժարվում են այդ էֆեկտիվ դեղորայքից մի պատճառով։ Ուզում են ուտել։ Այսինքն կան պացիենտներ, որ նշում են, որ այո, ախորժակս իջավ, քիչ եմ ուտում, կամ նայում եմ սննդին, զգում եմ սրտխառնոց, բայց ես ուզում եմ ուտել։ Պացիենտը իր որոշումն է, ինքը ընդհատում է այդ դեղորայքի ընդունումը եւ շարունակում է իր կյանքը, բայց սովորաբար իհարկե հետո հետ են գալիս այդ պացիենտները, որովհետեւ քաշը բավական արագ հետ է գալիս, եթե իրանք սկսում են նույն ձև ուտել։ Ճարպակալման բուժման մյուս մեթոդը բարիատրիկ վիրահատություններն են։ Մեր երկրում ավելի հաճախ կատարվում է ստամոքսի երկայնակի մասնահատում։ Փոքրացվում է ստամոքսի չափը։ Դա բերում է երկու կարևոր էֆեկտի՝ քչանում է ընդունվող սննդի չափը եւ քչանում է արյան մեջ հորմոնը, որը կոչվում է գրելին, արտադրվում է ստամոքսի պատի կողմից, որը նպաստում է ախորժակի գրգռմանը եւ նպաստում է ենթագիտակցական մակարդակով։ Այսինքն բարիատրիկ վիրահատության ռեստրիկտիվ տարբերակը սլիվ գաստրեկտոմիան, երկայնակի մասնահատումը, երկու ճանապարհով նպաստում է քաշի իջեցմանը։ Վիրահատությունը կատարվում է, երբ բուժարուի մարմնի զանգվածի ինդեքսը 35-ից բարձր է եւ միաժամանակ կան ուղեկցող հիվանդություններ, իսկ եթե այդ թիվը 40 եւ ավելի է, բարիատրիան լիովին ցուցված է։ Իհարկե բարիատրիկ վիրահատությունները ունեն նաեւ բարդություններ, ինչպես բոլոր վիրահատությունները։ Կան որոշակի տոկոս բարդություններ եւ բարդությունները հնարավոր է առաջանան։ Այստեղ կարևորը ոչ թե բարդությունների առաջացումից վախենալը, այլ կարևորը բարդությունները կանխարգելելը։ Պետք է կատարվի բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որ չառաջանան բարդությունները։ Բուժական այս մեթոդները կարող են օգնել բուժարուին, իսկ մնացածը կախված է հենց իրենից։ Ամեն դեպքում կիլոգրամներ կորցնելու համար պետք է ընդմիշտ փոխել կենսակերպը, վարել առողջ ապրելակերպ, վերանայել սննդային սովորությունները։ Անկախ ճարպակալման աստիճանից նիհարելու գաղտնիքը մեկն է՝ սպառել ավելի շատ էներգիա, քան ստանալ սննդի միջոցով։ Արամ Մանանդյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։